Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում իրականացված բարեփոխումներն ու կառավարության վարած սոցիալական պաշտպանության քաղաքականությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցության հրավիրած աշխատանքային քննարկման առանցքում են։ Խորհրդարանում է երկրի սոցիալական ոլորտը ղեկավարող նախարարը։ Արսեն Թորոսյանը մանրամասնում է բարեփոխումների ծավալներն ու կատարված համալիր ծրագրերն ու փաստում, որ սոցիալական ոլորտին պետության կողմից տրամադրվող միջոցներն ամենամեծն են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պորտֆելը, այսպես ասած, շատ մեծ է։ Ըստ էության մեր շահառուներն են մեր բոլոր քաղաքացիները իրենց կյանքի որևէ փուլում եւ դա չափազանցություն չէ։ Մենք ունենք 100,000-ավոր 660,000-ից ավելի նպաստառուներ եւ կենսաթոշակառուներ եւ այլ տեսակի ծառայություններից օգտվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Նախարարը նախանդրադառնում է կենսաթոշակային ապահովմանը ու որպես թիրախ առանձնացնում կենսաթոշակառուների կյանքի պայմանների բարելավումը։ Հաճախ այդ նպատակին հասնում ենք ոչ ուղղակի պարզապես կենսաթոշակը բարձրացնելով, այլև հարակից շատ ավելի կարևոր ծառայություններ մատուցելով։ Այս հարցին կառավարությունը վերջի տարիներին անդրադառնում է լուծելու իմաստով նորարարական գործիքներով, որը մեր հետ վճարն է, որը մինչ հունվարի 1-ը եղել է 12% եւ մինչեւ 6,000 դրամ, հիմա արդեն հունվարին դարձել է 20% մինչև 10,000 դրամ։ Ամփոփելով կենսաթոշակների հատվածը Թորոսյանը փաստեց, մինչ հետ վճարը պետությունը մի քանի անգամ բարձրացրել է նվազագույն կենսաթոշակները։ Շահառուներն այն քաղաքացիներն են, որոնք չունեն մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ եւ 65 տարեկանում ստանում են ծերության նպաստ։ Կազմում է 36,000 դրամ, նախկինում դա եղել է 16,000 դրամ, այսինքն մենք այդքանով բարձրացրել ենք այդ կենսաթոշակները եւ միջին կենսաթոշակը առանց հետ վճարի հիմա վերջի տվյալներով 25 թվականին 4 կիսամյակի դե 26-ին է պարզը չունենք, կազմում է 49,500 դրամ, որի վրա կարող է ավելանալ այդ պոտենցիալ 10,000 դրամը։ Երկրում նվազել է գործազրկության մակարդակը, Թորոսյանը հաջորդ ասպեկտով էլ ներկայացնում է աշխատատեղերի դինամիկ աճի թվերը։ 2018 թվականին ունեցել ենք 92,564 ընտանիք մեր անապահովության համակարգում հայտնի փարոսում, Մենք հիմա ունենք 48,778 ընտանիք, մոտավորապես կեսը, ինչը նշանակում է, որ այս ընտանիքները դուրս են եկել ըստ էության աղքատությունից։ Սրա մասին է խոսում նաև մեր միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրող եւ գործազուրկ քաղաքացիների թվերը, որը նույնպես մոտավորապես կիսով չափ նվազել է։ Խմբակցության քարտուղարի դիտարկմամբ չնայած աշխատատեղերի առկայությանը մարդիկ այնուամենայնիվ աշխատանք են փնտրում։ Ինչու՞մ է կայանում խնդիրը, այս հարցադրմամբ է Արթուր Հովհաննիսյանը դիմում նախարարին։ Ես խնդրում եմ ձեզ որպես նախարար ներկայացնել այս իրավիճակը, ինչու է այսպես, եւ նաեւ սրա հետ նաեւ կխնդրեմ նաեւ խոսենք միջին աշխատավարձի մասին, եւ ինչ է անում նախարարությունը, որպեսզի այս թափուր աշխատատեղերը մեր աշխատանք փնտրող քաղաքացիները վերջիվերջո լրացնեն։ Մենք այս պահին մեր միասնական սոցիալական ծառայության կենտրոններում ունենք գրանցված մոտ 3,000 թափուր աշխատատեղ, բայց նաեւ ես ձեզ ցույց տվեցի, որ ունենք նաեւ 30,000-ից ավել գրանցված գործազուրկ, Այստեղ հիմնական խնդիրները շատ են, բայց հիմնական խնդիրներից մեկը դա կվալիֆիկացիան է, այսինքն չեն համապատասխանում գործ փնտրողները աշխատատեղի հետ։ Տրանսպորտի հասանելիության խնդիր կա, մենք չպետք է վարանենք դրա մասին, ասել որ մի գյուղում կա աշխատատեղ, մեկ ուրիշ գյուղում կա աշխատող եւ ինքը հասնելու խնդիր ունի, աշխատավարձի ցածրության այդ խնդիր կա, բայց այստեղ նաև հարց է ծագում, ասենք գործազուրկին առաջարկում ես այդ ցածր աշխատավարձով, օրինակ 100,000 դրամով աշխատատեղ, ինքը հրաժարվում է, բայց ինքը չունի աշխատանք։ Իսկ այստեղ ուրիշ հարց է ծագում, ուրեմն ունի այլ եկամուտ միգուցե։ Ըստ նախարարի երկրում նվազել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը։ Պատգամավորների հարցերից անմասն չէին սահմանամերձ համայնքներում բնակապահովման ծրագրերը։ Վերջերս մենք խմբակցությամբ նաև այց ունեինք Տավուշի մարզ եւ մենք տեսանք ու մեր աչքով համոզվեցինք, որ այս ծրագիրը չափազանց արդյունավետ ծրագիր է եւ շատ մեծ պահանջարկ ունի։ Շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է եւ ուզում եմ նաեւ հետաքրքրվել այս ծրագրի ճակատագրի հետ կապված արդյոք շարունակվելու է
ինչքան ժամանակ է շարունակվելու կոնկրետ որ սահմանամերձ գյուղերն են հայտնվելու այս ծրագրի շրջանակներում։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարանով ապահովման ծրագրով այսօր ունեն 2384 հաստատված դիմումի պատասխան նշում է նախարարն ու ընդգծում։ Կան համայնքներ, որտեղ կառուցվել է շուրջ 300 տուն։ Խոսելով անելիքների մասին Արսեն Թորոսյանը ներկայացնում է առաջիկա ծրագրերը։ Շահառու խմբերը 3-ն են լինելու։ Քաղաքացիներ, որոնք որ ցանկացել են, բայց չեն հասցրել օգտվել, գյուղեր, որոնք այդքան էլ շատ չեն կառուցել, բայց կարող են կառուցել, համաչափ զարգացում, եւ մի կարևոր ուղղություն էլ, որը մենք ուզում ենք սինխրոնացնել մեր այլ գերատեսչությունների եւ այլ քաղաքականությունների, դա նոր դպրոցներն են։ Մենք գիտենք, որ ունենք կառուցվող շատ հարյուրավոր դպրոցներ, նաև այնպիսի համայնքներում, որոնք պարտադիր չլինեն սահմանամերձ, այսինքն իրենք կարող են ցանկացած տեղ։ Իդեպ մի նման օրինակ կա, դա Վայքի Գոմք համայնքն է, Գոմք բնակավայրն է, որտեղ էլի կա մեծ դպրոց եւ այդ գյուղի համար բացվել է ծրագիրը եւ աշակերտների առումով եւ ուսուցիչների Ընդունված ձևաչափի համաձայն խմբակցության հրավիրած աշխատանքային քննարկումներում հնչեցվում են նաև քաղաքացիներից նախապես ստացված հարցադրումները։ Պարոն Թորոսյան, քաղաքացիները հետաքրքրվում են աշխատաժամանակի կրճատման հետ կապված այդ քննարկվող նախագիծը ընդհանուր առմամբ ինչ փուլում է եւ արդյոք մենք դրան անդրադառնալու ենք թե ոչ։ Այս պահին փոփոխություններ չունենք, աշխատում ենք այնպես, ինչպես նախատեսված է մեր աշխատանքային օրենսգրքով, ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք աշխատելու, ոչ թե չաշխատելու վրա։ Գլխադասային հանձնաժողովի նախագահն էլ անդրադարձավ նախարարության թեժ գծի գործունեությանը։ Նախարարության թեժ գիծը լավ չի աշխատում։ Ասեմ ինչի լավ չի աշխատում, որովհետև մենք ընդունել ենք անցյալ տարի 762,878 զանգ, իսկ մենք սպասարկել ենք, կարողացել ենք պատասխանել ընդամենը 386,000-ին։ Դա տարբեր պատճառներ ունի, մենք փորձում ենք այդ տարբեր պատճառների հետևից գնալ։ Պատճառներից մեկ, բավարար քանակով օպերատորներ չունենք, պատճառներից երկու, այդ օպերատորները շատ երկար են խոսում, երբեմն ինֆորմացիայի հասանելիություն չունեն, սկսում են տարբեր իրենք զանգել, տարբեր տեղեր մինչև ճշտել։ Տարբերակ մյուս տարբերակը մեր օպերատորները հմտություններ լավ չունեն, որը փորձում ենք էլի զարգացնել։ Երրորդը ավտոմատացումն է։ Քննարկումներից անմասն չէր հունվարից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին վերաբերող հարցը, իրողություն, որը Էմմա Պալյանի փոխանցմամբ տարբեր կերպ է շահարկվում։ Եվ օրինակ ընդդիմադիրները շատ են շեշտում, թե 10,000 դրամով թոշակը բարձրացնելն ավելի արդյունավետ էր, քան ապահովագրության համակարգի ներդրումը։ Ես չգիտեմ ով ինչ է ասում եւ ենթադրում եմ իրանց լսող էլ չկա, բայց մեր քաղաքացիներս մաշկի վրա են զգում առողջության ապահովագրությունը մեր երկրի անկախ պատմության ընթացքում առողջապահական համակարգում իրականացված ամենալայնածավալ բարեփոխումն է եղել։ Ավարտին Հայկ Կոնջորյանը փաստում է էժանագին մանիպուլյացիաների հեղինակները ժամանակին զբաղվել են թալանով, падգամավորը հորդորեց կատարված ու կատարվող աշխատանքների մասով հանրային կոմունիկացիաներում լինել ակտիվ, որպեսզի վակում չառաջանա եւ դա չլցվի քարոզչական կեղծիքներով։ Երկրի առաջընթացին միտված գործընթացները դրանք լավարկելու ուղիները իշխող խմբակցության ամենօրյա աշխատանքի տիրույթում է։ Այս արձանագրմամբ էլ ավարտվեց մի քանի ժամ տևած աշխատանքային քննարկումը։